Պատերազմի 4-րդ օրը ԱՄՆ-ն, Իսրայելն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները, մեծացնելով հակամարտության աշխարհագրությունը եւ խնդիրներ առաջացնելով ողջ աշխարհում։ Այսօր Իսրայելի բանակը հայտնել է, որ բազմաթիվ հարվածներ է հասցրել Իրանի նախագահի նստավայրին եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքին։ Թիրախավորել են նաեւ բարձրաստիճան հրամանատարի, սակայն մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Թեհրանում հարվածել են նաեւ ռազմական ուսումնական հաստատության եւ լրացուցիչ կարևոր ենթակառուցվածքների, այդ թվում ռադիոյի եւ հեռուստատեսության պետական հեռարձակողի գլխավոր գրասենյակին, որը ըստ Իսրայելի կիրառվում է նաև ռազմական նպատակով։ Նախագահականին հարվածից քիչ անց նախագահ Փեզեշքյանը հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է իր գործառույթները ողջ երկրում եւ նահանգապետերի հետ համակարգում իր գործողությունները։ Ըստ մեհեր գործակալության Իրանի արևմտյան Համադան քաղաքում իսրայելա-ամերիկյան հարվածներից սպանվել է առնվազն 5, վիրավորվել 25 խաղաղ բնակիչ։ Քերման նահանգում ռազմաբազային հարվածից 13 զինվոր է զոհվել։ Ռազմաօդային ուժերի եւ նավատորմի 5 անդամ էլ ըստ ԻՍՆԱ գործակալության զոհվել է Բուշեր նահանգում։ Պայթյուններ են լսվել նաեւ Սպահանում եւ Շիրազում։ Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի, նրանցից 180-ը սպանվել են Մինաբ նահանգում օրիորդաց դպրոցի վրա հարձակումից։ Աշակերտներից 165-ին այսօր են հուղարկավորել։ Reuters-ը կադրեր է հրապարակել, որոնք վկայում են, որ Նաթանզի ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտի մուտքը հարձակման է ենթարկվել եւ վնասվել։ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունն այսօր հաստատել է այս տեղեկությունը։ Կարմիր մահիկի տվյալներով Իրանի վրա առ այսօր իրականացվել է 1039 հարձակում, տուժել է 153 քաղաք, ընդհանուր 504 վայր։ Ըստ իրանական մամուլի արգելվել է երկրից բոլոր տեսակի սննդամթերքի եւ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը մինչեւ հետագա ծանուցումը։ Իսրայելը նաև շարունակել է հարվածները արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի օբյեկտներին Լիբանանի ողջ տարածքում, այդ թվում Բեյրութում, որտեղ թիրախավորել են Հեզբոլլայի առաջնորդների հանդիպումը։ Իրանի աջակցությունը վայելող շարժումն էլ հայտնել է, թե իսրայելական 3 ռազմական օբյեկտի է հարվածել։ Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ բանակն առաջ է շարժվում Լիբանանի հարավում, որպեսզի լրացուցիչ տարածքներ գրավի Իսրայելի սահմանային բնակավայրերի վրա կրակը կանխելու համար։ Դրանից հետո ըստ Լիբանանի պետական լրատվական գործակալության լիբանանյան բանակը սկսել է հետ քաշվել առաջնագծից։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, ինչի հետևանքով 7 մարդ է վիրավորվել Բնեի Բրակ եւ Ռոշ Հային քաղաքներում։ Իրանը նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներում։ Իրանական Ֆարս գործակալության պնդմամբ Իրանը ոչնչացրել է Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի հրամանատարական գլխավոր շտաբը։ ԱՄՆ-ն դեռ չի մեկնաբանել սա։ Սաուդյան Արաբիայում ենթադրաբար իրանական անօդաչուները հարվածել են ԱՄՆ դեսպանատանը, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է, որ Իրանի հարվածներից երկրում 3 մարդ է սպանվել, վիրավորվել եւս 68-ը։ Նաեւ հարձակման է ենթարկվել Ֆուջեյրա նավթային տերմինալը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Երեկվա հարվածից հետո Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունն անորոշ ժամանակով փակվել է։ Չնայած բանակցությունների նստելու բազմաթիվ կոչերի դեռ ոչինչ չի վկայում, որ առաջիկայում պատերազմը կդադարեցվի։ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, թե Թեհրանը մտադիր չէ բանակցել եւ հիմա կենտրոնացած է ինքնապաշտպանության վրա։ Նրա խոսքով ԱՄՆ-ն ու Իսրայելն են սկսել պատերազմը, նրանք էլ պետք է դադարեցնեն այն։ ԱՄՆ նախագահն էլ սոցցանցում գրել է, որ վերացրել են Իրանի հակաօդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը եւ ղեկավարությանը։ Նրանք ուզում են բանակցել, ես ասացի, չափազանց ուշ է գրել է Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ ասել էր, թե ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշար ունի պատերազմելու համար։ ԱՄՆ պետքարտուղարն էլ ասել է, որ Իրանին ամենածանր հարվածները դեռ առջևում են։ Մարկո Ռուբիոն շեշտել է, համատեղ գործողությունների նպատակն է ոչնչացնել Իրանի հրթիռային ծրագիրը։ Ըստ նրա Թեհրանը մտադիր է այնքան ուժեղացնել հրթիռային կարողությունները, որ ոչ ոք չհամարձակվի ընդդիմանալ իր միջուկային ծրագրին։ Ահա թե ինչ էին նրանք փորձում անել, անձեռնմխելիության այնպիսի կարգավիճակ ձեռք բերել, երբ տարածաշրջանին կարող են այնքան մեծ վնաս պատճառել, որ ոչ ոք չկարողանա ոչինչ անել նրանց միջուկային ծրագրի կամ միջուկային ձգտումների հետ կապված։ Իսրայելի վարչապետն էլ ասել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը մտադիր չեն անվերջ պատերազմել, պատերազմն արագ կավարտվի։ Բենյամին Նեթանյահուն Fox News-ին ասել է, որ հարվածները պայմաններ կստեղծեն, որ Իրանում փոխվի ռեժիմը եւ գա խաղաղության դարաշրջան։ Դա կարող է որոշ ժամանակ պահանջել, բայց ոչ տարիներ, սա անվերջ պատերազմ չէ։ Իրականում սա հիմա գործադրվող ջանք է, հասնելու այն խաղաղությանը, որը բոլորս ենք տենչում ու աղոթում դրա համար։ Կարծում եմ, միասին կհասնենք դրան։
Շաբաթ բռնկված պատերազմն արդեն տնտեսական խնդիրներ է ստեղծում աշխարհում։ Նավթի համաշխարհային գներն աճել են, Brent տեսակը հասել է $85 մեկ բարելի դիմաց։ Չինական խոշոր նավթավերամշակողներից մեկը փակել է մի արտադրամասը, որը նավթ էր գնում Սաուդի Արամկոից։ 3 անօդաչուի հարվածից հետո Սաուդյան Արաբիայի նավթային հսկան կասեցրել էր իր տերմինալներից մեկի գործունեությունը։ Հնդկական ընկերություններն էլ կրճատել են հեղուկ գազի մատակարարումը ձեռնարկություններին, երբ Կատարը դադարեցրեց հեղուկ գազի արտադրությունը։ Ինդոնեզիան հայտարարել է, որ կսկսի ավելի շատ ամերիկյան նավթ ներմուծել։ Պատերազմի հետևանքով հազարավոր չվերթներ են չեղարկվել, միայն Կատարում 8000 տարանցիկ ուղևոր է արգելափակվել։ Պակիստանը հայտարարել է, որ մարտին իր օդային տարածքը մասամբ փակ կլինի։